Երբ որ խոսում ենք նաև մշակութային քաղաքականության մասին, մի փոքր ակնարկ արեցինք սկզբից, բայց չխորացանք, կուզենայի մի երկու խոսք դրա մասին ասենք, երբ որ ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների մեջ գնում էր համահարտեցման մի տեսակ այսպես քաղաքականություն, երբ որ մշակութապես պետք է հավասար մշակույթներ ունենային, անկախ նրանից թե ի վերջո քո մշակույթը ավելի բարձր մակարդակի վրա եղել, չգիտեմ, քո ընդհանուր այս քո որ ազգային զարգացվածության մակարդակը ավելի բարձր աստիճանի վրա էր գտնվել, քո պատմությունը ավելի հին էր, այդ ամեն ինչը բոլորը հարթեցվում էր եւ ոչ թե հարթեցվում էր, սխալ բառ եմ օգտվում, հավասարեցվում էր, այսինքն եթե դու ապրում ես մի տարածաշրջանում, օրինակ հայերը, վրացիները եւ ադրբեջանցիները պետք է ունենային նույնանման ինչ որ պատմական ընթացք ծագեին գրեթե համեմատաբար այսինքն նույն ժամանակահատվածում իրենց էթնոսը պետք է ձևավորված լիներ գրեթե նույն պայմաններում եւ զարգացումը պետք է նույն ձևի լիներ կուզեի մի քիչ դրա մասին խոսել որովհետեւ ստեղ մենք տեսնում ենք շատ ծանր մի աշխատանք գործ շատ դեպքում անիրագործելի որովհետեւ խորհրդային միությունը մենք գիտենք որ ստեղծեց ազգեր ստեղծեց տարբեր այսպես խմբերից ստեղծեց ազգեր, դրանց մեջ եւ ադրբեջանցիներն են, չգիտեմ, եւ ղազախներն են, եւ ղրղզներն են եւ այլն, եւ շատ այլ Ռուսաստանում նաեւ ապրող շատ այսպես խմբեր, որոնք ստացան ազգության, այսպես կարգավիճակ, ինչպես էր աշխատում այդ բանը, այդ առասպելաստեղծման գործընթացը։ Ինքը բավականին ձեր բարձրացրած հարցը շատ բարդ է, որովհետև ինքը լրիվ ինքնությունների ինքնությունների քաղաքականություն էր, որ ով ես դու, սահմանի ով եմ ես։ Այն ազգությունները, որոնք արդեն ունեին այդ ով եմ ես հարցի պատասխանը, իրենց համար դա հեշտ էր, այսինքն տենց խնդիր չուներ self identification-ի, իհարկե, այսինքն ունես պատմություն, ունես արդեն բոլոր ռեսուրսները, արժեքները, ստեղծված պատմությունները, նարատիվները եւ այլն, բայց այդ նոր ձևավորվող ազգությունների համար խնդիր էր ինքնություն ձևավորելու համար մարտահրավեր էր, իսկ դու պետք է լեգիտիմացնես դու ինչու ես կոչվում օրինակ այդ անունը, էթնոանունը, էթնիկ անունը, ինչու այդ տարածքը եւ այլն եւ պետք էր ստեղծվեին այդ պատմական նարատիվները, հորինվեին, այստեղ կարելի ասել այդ invented traditions-ն գալիս, որ պետքա հորինվեն եւ շատ դեպքերում եթե ռեսուրսը չկա հորինելու, սկսում ես յուրացնել կողքից, որ այստեղ եմ, ստեղ ինքնությունների կողմնորոշում այ Ադրբեջանը հիմա մենք շատ ենք խոսում Ադրբեջանի ինքնության մասին, այդ Ադրբեջանի ինքնությունը այդ փուլերով է անցել, շատ տարբեր է, 20-ականներին մարական ինքնությունները ավելի ակտուալ, հետո գալիս է Կովկասյան աղվանքի ինքնությունը, որ մեր նախնիները Կովկասյան աղվաններն են եւ այդ թողաջառանգությունը մերն է, հետո թուրքական ինքնությունն է դառնում ակտուալ, ու ամեն փուլի, ամեն այդ մարտահրավերին ով եմ ես, կարիք կար այդ ինքնությունը նորից վերասահմանելու եւ այդ նարատիվները ստեղծելու, ինչ որ հորինելու խնդիրներ ստեղծվում առաջ գալիս։ Եվ այս առումով մենք մի հոդված ունենք իմ գործընկերների հետ, Նժդեհ Երանյանի եւ Համազաս Բաբրահամյանի, երբ պատմության թանգարանի այդ արխիվներից մեկում հանդիպում ենք մի նամակի, որը 50-ական թվականներին է, 53 թվականին է կարծեմ, նամակ Ադրբեջանի ազգային ակադեմիայից, որ խնդրում ենք Հայաստանի ազգային ակադեմիային տրամադրել մեզ նյութեր նեոլիթյան շրջանից, որովհետև մենք պետք է ներկայացնենք Ադրբեջանի մշակույթը նեոլիթյան շրջանում։ Ամենահետաքրքիրն է, որ այստեղ դա զարմանք չի առաջացնում, խուճապ չի առաջացնում, դե հա մեր հարևաններն են կտանք էլի, ու գնում ան նամակ կարող Դարյանի պատմության թանգարանի անունից նամակա գնում, որ մենք հիմա պեղումների մեջ ենք, մի քիչ խառնենք, ոնց որ մի քիչ հանդարտվի հնագետներ, ոնց որ հետ գան պեղումները նայենք, կուղարկենք այդ նյութերը։ Հետո գալիս է էլի երկրորդ նամակը, այսպես նամակագրություն է գնում, որ մենք պետքա ներկայացնենք, խնդրում ենք օգնեք։ Այս այդ նույն խնդիրն է, որ մենք էլ ենք պերիֆերիա, մենք ձեզ հավասար ենք, մենք պետքա նեոլիթյան շրջանը մեր ներկայացնենք, մի քիչ նյութեր տվեք մեզ, ինչ որ դուք գտել եք ու ունեք, դե Հայաստանն էլ հնագիտական նյութերով հարուստ ու հնագիտությունը ինձ թվում է մեր ամենակարևոր զենքերից մեկն է մեր մշակութային ինքնության մեջ ու այս նամակը այս մի նամակի շուրջ մենք կառուցում ենք այդ հոդվածը ցույց տալու համար որ այդ ազգային ինքնությունների ձևավորումը այդ neighborhood policy ասված իրականում ոնց էր աշխատում ոնց էր այդ հարևանային քաղաքականությունը գնում ինչպես էին հանգիստ իրարից նյութեր իրարից չէ այսինքն այդ դեպքում կոնկրետ Ադրբեջանը Հայաստանից նյութեր խնդրում որ ինքը ինչ որ չեղած այդ ժամանակաշրջանում
դարաշրջանի մասին ցուցահանդես կազմակերպի։ Սա ցույց է տալիս այդ ձեր ասած ազգային ինքնությունների ձևավորման խորհրդային քաղաքականությունը, որ դուք հավասար եք եւ մեծ եղբայրը այստեղ հստակ դառնում է թելադրողի դերում, որ դուք ձեր տեղում եղեք, կիսվեք, ասա արեք, նա արեք։ Նույնը լինում էր նույնիսկ եթե վերցնենք մեկ պետության ներսում մարզերի առումով, հա, նայեք այդ գավառային թանգարանների նմանատիպ նույն ոճի թանգարանների բացումը եւս այդ նույն քաղաքականության արդյունքն է, որ կապ չունի դու Սյունիքում ես, թե Տավուշում ես, թե Գեղարքունիքում ես, որ մարզում ես, դու նույն թանգարանն ես մտնում, նույն նյութերով գրեթե։ Օրինակ այդպիսի մի նյութ եմ հանդիպել, որ երբ որ բացում է Սիսիանի թանգարանը, բացում է Գորիսուն թանգարան, նյութերը հավասար կիսում են, որ երկուսն էլ թանգարանում նյութեր ունենան, որ այստեղ մենք հստակ տեսնում ենք, որ կարևոր չի, որ այդ տարածքինը յուրահատուկ, այլ պետք է անպայման բոլորը ունենան։ Նամակներից մեկում էլ 30-ականներին ասում է Սևանում չկա թանգարան, շտապ հրահանգում ենք բացել գավառային թանգարան, որովհետև դա դառնում էր այդ զարգացվածության, այդ կուլտուրականության ցուցիչներից մեկը, որ պարտադիր պետք է ունենաս թանգարան, դպրոցը պարտադիր պետք է ունենա թանգարան, փոքր անկյուն։ Այսինքն այս մոտեցումները այդ նույն քաղաքականության արդյունքում է, այսինքն եւ մի պետության ներսում է սկսում պերիֆերիան նույն կերպ զարգանալ եւ ամբողջ կայսրության ներսում սկսում են բոլոր պետությունները նմանատիպ զարգանալ։ Մեր շատ սիրելի Ռիփսիմե Պիկիչյանն էլ իր հետ ինտերվյուի ժամանակ ինքը ասաց, որ 60-50-ականներին Հայաստանի ուրեմն երաժշտական գործիչներ ստեղծողները հատուկ ուղղորդվում էին Ղազախստան, որպեսզի այնտեղ ստեղծեն ղազախական ազգային նվագարան, այսինքն հայ նվագարանի երաժշտական գործիչներ պատրաստողները, վարպետները գնում էին, այն էլ ասում է երկրորդական բանի մակարդակի էլի ոչ տենց հայտնիները, այլ տենց երկրորդական ուղարկվում են Ղազախստան, որովհետև այնտեղից հրաման կար, որ եկեք ստեղծեք մեր ազգային երաժշտական գործիքները։ Շատ հետաքրքիր է։ Ընդհանրապես այդ թեման, այդ մշակութային քաղաքականության թեման ֆանտաստիկ հետաքրքիր է ու մենք մեր շատ դեպքերում նաև այդ խնդրեմը մեր դպրոցական դասագրքերից է գալիս, էլի։ Մենք դասագրքերով միշտ կենտրոնանում ենք հիմնականում քաղաքական պատմության վրա, չզգալով, չհասկանալով, որ իրականում քաղաքականությունը շատ դեպքերում հենց այդ մշակութային քաղաքականության ազդեցության տակ է ծնվում, ձևավորվում եւ շատ բաներ, որոնք մենք շատ քաղաքական զարգացումներ, որոնք մենք այսպես պատկերացնում ենք որպես ինքնաբավ ինչ-որ մի երևույթներ, իրականում դրանք այդ մշակութային ֆոնի ազդեցության տակ կատարված բաներ են։ Եվ մենք որ նոր ենք սկսում խոսել, ես ասացի է, չէ, որ ի վերջո այսօրվա Հայաստանը դա հենց խորհրդային շատ դեպքերում դեռ խորհրդային մշակութային քաղաքականությունից մնացած բաներ է։